Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ավագյան, քանի դեռ խոսափողը ձեր ձեռքին է, մի հարցել է դեպքում ձեզ միանգամից, քանի դեռ ձեր ձեռքում է, միանգամից դուք եք ձեր կարծիք հայտնեք այլ հարցի շուրջ, տեսեք դուք շատ ճիշտ ասացիք, որ իշխանությունների ուղղությամբ պետք է լինի քննադատություն, որտեղ դա այսպես թե այնպես պետության ղեկավարը իրենք են, ժողովրդավարությունը նաև կառուցվում է հենց գործադիր օրենսդիր մարմինների գործունեությունից, տեսեք հիմա ընտրովի արդարադատություն տերմինը շատ է սկսել շրջանառվել, մանավանդ վերջին ձերբակալություններից հետո, ասես ինչպես կարելի է խուսափել այդ պրակտիկաներից, ինչ մեխանիզմներ է պետք կիրառել ներկայիս Հայաստանում, որպեսզի մենք չունենանք այս ընտրովի արդարադատությունը ու դե որ ինքն էլ դա չկարողանա այդպես ազդել իրական ժողովրդավարության վրա։ Շատ կարևոր եւ շատ ճիշտ հարց է։ Ես ընդհանրապես այստեղ ինձ մոտ առանձնացրել եմ մի կատալոգ բոլոր խախտումների եւ այլն, իհարկե ամբողջը չեմ ընթերցի, բայց ինչ որ բայից եթե հնարավորություն տաք, ես դատական համակարգի մասին պիտի կարդամ մի քանի բաներ, որովհետև մեր այսօրվա իրավիճակում, երբ որ այս խեղված սահմանադրությամբ փաստորեն ստացվում է, որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները միաձուլված են եւ հակակշիռները վերածված են այդտեղ, միակ ռեալ հակակշիռը որ կարող է լինել, դա դատական իշխանությունն է։ Եվ հիմա եթե այս միաձույլը նաև ճզվում է իր տակ դատական իշխանությունը, դառնում է բռնապետություն։ Ասենք մենք երբ որ առաջարկում ենք, որ սահմանադրական փոփոխություն պիտի լինի եւ դա պիտի ուղղված լինի կառավարման համակարգի փոփոխությանը, նաև դա նկատի ունենք, որ կիսանախագահական կամ նախագահական համակարգում գոնե տեսականորեն հնարավոր է իրավիճակ, որ գործադիր իշխանությունը եւ օրենսդիր իշխանությունը իրար հակակշռում են, իրար զսպում են եւ այդ մեխանիզմները գործում են եւ իհարկե երրորդ ատյանգել դատական իշխանության համակարգը։ Բայց հիմա մեզ մոտ այս ամբողջը լրիվ այլ բնույթ է ստացել, ըստ մեր սահմանադրության միշտ լինելու է այնպես, որ գործադիր իշխանությունը ունենալու է մեծամասնություն օրենսդիր իշխանությունում, այլ կերպ չի կարող ձևավորվել գործադիր իշխանություն։ Ստացվում է այդ հակակշիռների մեխանիզմը դուրս եկավ արդեն։ Միակ հակակշռող մարմինը, որ մնում է, դա դատարանն է, իսկ ինչ է կատարվում դատարանի հետ։ Հիմա մի հատ նայենք այդտեղ ինչ է կատարվում։ Այստեղ բազում զեկույցներ կան, որոնք ես առանձնացրել եմ։ Տարբեր միջազգային կառույցների, նաև հայաստանյան կառույցների։ Եթե թույլ կտաք, ես կուզեի հնարավոր է հակեր, որ ժամանակի մեջ կարողանանք տեղավորվել։ Որքան որ դա հնարավոր է։ Շատ լավ, ուրեմն հիմա ես մեջբերում կանեմ Freedom House-ի Freedom in the World 2025 Հայաստանին վերաբերող բաժնից կարդում եմ բառացի։ Թարգմանությունը իմն է, բայց վստահեցնում եմ, որ իմաստ հաստատ չեմ փոխել։ Դատարանները ենթարկվում են համակարգային քաղաքական ներազդեցության, իսկ կոռուպցիան քայքայում է դատական ինստիտուտները։ Ըստ հաղորդումները դատավորները ենթարկվում են ճնշումների, որպեսզի մեղադրյալներին դատապարտելու համար աշխատեն դատախազների հետ, իսկ արդարացման վճիռների տոկոսը ծայրահեղ ցածր է։ 2022 թվականին Կարեն Անդրեասյանը իշխող կուսակցության անդամ եւ նախկին արդարադատության նախարար ընտրվեց ԲԴԽ նախագահ։ Այդ որոշումը լայնորեն ընկալվեց որպես քաղաքական շարժառիթներով դրդված։ 2024 թվականի վերջին Անդրեասյանը 5 այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Փաշինյանի պահանջով հրաժարական տվեց։ Փորձագետների կարծիքով այդ քայլով խախտվեցին սահմանադրական նորմերը եւ ականապատվեց դատական անկախության սկզբունքը։ Նույն 2024 թվականին ԲԴԽ-ն շարունակեց քաղաքական հնչեղություն ունեցող գործերում ներգրաված դատավորների լիազորությունների կասեցումը, ամրապնդելով այն ընկալումը, որ կարգապահական վարույթները չարաշահում են դատական վճիռների վրա ազդելու նպատակով։ Հաջորդ մեջբերումը իշխանություններն օրենքը կիրառում են ընտրողաբար եւ քրեական եւ քաղաքացիական գործերի օրինական ընթացքը երաշխավորված չէ։ Երկարատև նախնական կալանքի կիրառումը շարունակում է խնդրահարույց լինել։ Այս նախնական կալանքի թեման ընդհանրապես բանը, արդեն չգիտեմ, տարիներով գալիս է։ Պաշտոնական մեր տեղեկություններով քննչական ծառայության կայքում կարող եք նայել 2024 թվականին նախնական կալանքի դիմումների 80%-ը բավարարվել է։ Այսինքն այստեղ
որևէ արդար դատական process-ի հոդել չի գալիս։ Իշխող կուսակցությունը ներկայացնող կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հազվադեպ է հանրային հետապնդում հարուցվում, չնայած պաշտոնյական չարաշումների հստակ ապացույցների առկայությանը։